ողջունում ենք բոլորին։ Տարբեր հարթակներով, տարբեր ձև փորձել ենք կիսել սպասվող միջոցառումը, ամառային դպրոցը, որոշեցինք նաև նման ֆորմատով հնարավորինս հասնել մարդկանց, հնարավոր դիմորդներին, առաջին հերթին մենք ենք շահագրգռված ունենալ բազմազան հետաքրքրված և կայացած միջոցառում չասեմ, մի իրադարձություն, որը թե կրթական, թե մշակութային, թե սոցիալական իմաստով կարծում ենք, որ շատ կարևոր է։ Ինչպես նշվեց, սա RESET-ի ծրագրի շրջանակներում իրականացվող ամառային դպրոցն է, որի մեծ ընդհանուր կարգախոսը վերափոխել Հայաստանի հետ արդյունաբերական փոքր քաղաքները հանուն առավել կայուն ապագայի։ Անընդհատ ամսաթվերը նշենք և վայրը, որպեսզի միշտ ունենանք ֆոկուսում, հուլիսին լինելու ամռանը Ստեփանավանում կարծում ենք նաև եղանակը կլինի հարմար Երևանից հեռու իսկապես կենտրոնացած ու կարևոր միջոցառում իրադարձություն նախաձեռնելու համար, պլյուս Ստեփանավանը մեզ հետաքրքրող այդ փոքր քաղաքներից մեկն է։ Ընդհանուր առմամբ RESET-ի ծրագիրը ավելի երկար գործարկված ծրագիր է, երկրորդ տարին ենք ավարտում, ևս մեկ տարի ունենք առջևում, եկող տարի փետրվարին կավարտվի հիմնական ծրագիրը, բայց արդյունքները և այն ցանցը, որը ձևավորվում է ծրագիրը իրականացնելուց և այն նյութերը ապագայի, հետոյի կրթության, անելիքի, քաղաքականությունների համար են, և մենք հատկապես թիրախավորել ենք Հայաստանի փոքր քաղաքները, որոնք Սովետական միության անկումից հետո տարբեր բնական ավերիչ աղետներից և պատերազմից հետո փոխվեցին, վերաիմաստավորվեցին, դրսևորվելով գործազրկության, միգրացիայի և տարբեր այլ սոցիալ-տնտեսական գործոններով, բայց մեր ծրագիրը, ինչպես այդ նախածանցը կա, գաղափար է նոր հնարավորությունների մասին, փորձել միասին մտածել արդյոք կա և հնարավոր է նաև այս քաղաքների ապագան, ունենալով դրա տակ միջդիսցիպլինար և ինչպես մենք ենք ասում, տրանսդիսցիպլինար հետազոտական հենք առաջ գնալու համար։ Նախագիծը ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, միջգիտակարգային է, միջառարկայական է, բայց մենք ներդրում ենք այս գաղափարի տակ նաև տրանսդիսցիպլինարության գաղափարը, որը կողմ է դարձնում մեր հետազոտության, մեր նախագծի ոչ միայն տարբեր ոլորտների մասնագետներին, այլ նաև համայնքներին, բուն քաղաքներին, բնակիչներին, քաղաքային շահակիր խմբերին, որպես նախագծի մաս, հետազոտողներ և ինչու չէ վերափոխողներ։ Նախագիծը Երևանի պետական համալսարանի և Վիեննայի համալսարանի, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի և Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների բաժնում մի խումբ կա, որը կոչվում է քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խումբ, համատեղ մշակված գիտական պրոյեկտ է, որը կլիներ շատ անտեղին, եթե չլիներ մեր կարևոր գործընկերը, լրագրողները հանուն քաղաքային զարգացման, իրենց ուրբանիստա հարթակով Անահիտը և Գայանն հիմա միացած են, և այս ամբողջ գաղափարը իրականացվում է Երևանում նոր այսպես գիտական նախաձեռնության տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի անմիջական կոորդինացմամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ավստրիական զարգացման գործակալության կողմից, դա APPEAR ծրագիրն է, որը ինչպես նշեցի, մինչև 2027 թվականը գնում է, և ծրագրի շրջանակներում մենք թիրախավորել ենք 3 հիմնական քաղաք՝ Ստեփանավան, Չարենցավան և Սիսիան։ Այս 3 քաղաքներն են, որոնք մեր թիրախում են, որոնց տալիս ենք առաջնահերթություն, բայց քաղաքները շատ են, պատմությունները և ճակատագրերը տարբեր, այնպես որ մեր ամառային դպրոցը թիրախավորում է շատ ավելի լայն շրջանակ, որոշակի առավելություն տալով այս քաղաքների նաև երիտասարդներին, ուսանողներին այս քաղաքներից, կամ այս քաղաքներով հետաքրքրվող հետազոտողներին։ Ստեփանավանի кейսը պայմանավորված է թե Խորհրդային Միության փլուզմամբ, թե ավերիչ երկրաշարժի հետևանքներով վերականգնման իր
քաղաքային, այսպես ասած, գործընթացներով Չարենցավանը ընտրված է որպես Երևանին առավել մոտ գտնվող գրավիչ բնակավայր, որը ունի իր ստրատեգիան գոյատևելու եւ վերականգնվելու ապագային նայելու, եւ Սիսիանը որպես առավել հեռավոր քաղաք, մայրաքաղաքից ի նկատի ունենք եւ քաղաք, որը աչքի է ընկնում նաեւ հենց այսօր իր սահմանամերձության խնդրակարգով։ Ինչպես ենք հետազոտում, տարբեր են մեթոդներն ու մոտեցումները, տվյալները, որոնք հավաքագրում ենք արխիվային, փորձագիտական, նարատիվ ինտերվյուների եւ մասնակցային մեթոդաբանությունների համադրմամբ տարբեր աշխատարաններ, քարտեզագրում, պլանավորման եւ այլ հետազոտական գործիքներ են կիրառվում, որոնք կմատուցվեն, կծանուցվեն եւ նաեւ հավաքագրված նյութը կկիսենք համառային դպրոցի մասնակիցների հետ, ովքեր հնարավորություն կունենան այդ գործիքները օգտագործել այդ կարճ ժամանակում իրենց իսկ նախագծերը մշակելու եւ իրականացնելու համար։ Կարևոր թվեր, տվյալներ, գաղափարներ, արդեն անցնելով ծրագրից Recipe բուն նախագծից դեպի Recipe ամառային դպրոց, ինչպես նշեցինք, սա միջառարկայական եւ միջազգային հարթակ է, ուղիղ ներգրավվածություն են ունենալու գործընթացում ոչ միայն ԵՊՀ եւ Հայաստանի առաջավոր մասնագետները, այլ նաեւ Վիեննայի համալսարանի առնվազն 4 հրավիրյալ մասնագետներ, մարդաբաններ, աշխարհագրագետներ լինելու են եւ իրենց փորձը, գիտելիքներն են կիսվելու մասնակիցների հետ։ Ամռանը հուլիսի 6-ից 12-ը մեկ ամբողջական շաբաթ, երկուշաբթի իսկ կիրակի Ստեփանավանում մասնակիցները, ընտրված մասնակիցները ապահովված է նրանց անվճար սնունդ, կացություն եւ տեղափոխում Հայաստանի տարածքում դեպի Ստեփանավան եւ հակառակը։ Աշխատանքային լեզուն ստեք խնդրեմ ուշադիր լինել, քանի որ ինքը միջազգային նաեւ ամառային դպրոց է, լինելու է անգլերենը, լինելու են ընտրված, քիչ հետո նորից կնշեմ, բայց առաջընկնելով նաեւ արտասահմանցի ուսանողներ, հաղորդակցական լեզուն, խոսակցական լեզուն լինելու է անգլերենը, խնդրում եմ սրան այս կրիտերիային ուշադիր լինել։ Ով կարող է մասնակցել, պահանջները լայն են մեծ առումով, բայց կա հստակություն, բակալավրի ուսանողները եւս կարող են, բայց երրորդ կուրսից սկսված, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների համար է բաց այս հայտարարությունը եւ երիտասարդ մասնագետներ եւ համայնքային առաջնորդներ, ովքեր ուղղակիորեն ընդգրկված են փոքր քաղաքներում Հայաստանի։ Ստեփանավան Սիսիան Չարենցավանում ապրել աշխատելը դիտվում է որպես առավելություն, բայց չի բացառում մնացածին, ովքեր չեն ապրում կամ աշխատում Չարենցավանում, Ստեփանավանում եւ Սիսիանում, առարկայական ոլորտները եւս բավական լայն է շրջանակը, ինչպես մեր թիմը, որը աշխատում է Recipe ծրագրում, սոցիոլոգներ, աշխարհագրագետներ, էկոլոգներ, ճարտարապետներ, ուրբանիստներ, IT, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրության եւ կոմունիկացիայի ոլորտի ներկայացուցիչներ։ Բոլորը համար բաց է, եթե բավարարում են կրիտերիաներին այս հայտը։ Նախատեսում ենք առավելագույնը 20 մասնակիցներ ամառային դպրոցին, փորձելով ապահովել թե քաղաքային, բնակավայրային եւ թե սեռային առումով հավասարակշռությունը, ընդգրկվածությունը ամառային դպրոցում մեր ընտրության չափանիշներն են ակադեմիական նվաճումներն ու համապատասխանությունը գիտակարգային, մոտիվացիան, հետաքրքրությունը քաղաքային զարգացման հարցերում, գենդերային հավասարակշռության խնդիրն ունենք, ոլորտային բազմազանության եւ որքանով են հայտը ներկայացնողները կապված ընդհանրապես քաղաքների ուսումնասիրության եւ քաղաքային խնդրակարգի հետ։ Մենք ունենք որոշակի քվոտա, ինչպես ասեցի, սահմանված միջազգային ուսանողների համար, 20-ից 5-ը նախատեսում ենք, որ կլինեն նաեւ արտասահմանցիներ, որը նաեւ շանս է տեղացի երիտասարդներին կապեր հաստատելու, համագործակցելու եւ շփվելու, փորձ փոխանակելու արտասահմանցի հասակակիցների կամ քաղաքային հարցերով հետաքրքրված երիտասարդների հետ։ Շատ լայն է, մենք ավելի մանրամասն ծրագիրը կկիսվենք, երբ ընտրությունը կունենանք, մասնակիցներին կունենանք, բայց մենք նախատեսում ենք տարբեր աշխատարաններ, հետազոտական պրոյեկտների թե նախագծում, թե իրականացում, ցուցադրություններ, պատրաստի աշխատանքների, գլխավոր իդեան մեր մտածել քննադատորեն ապագայի մասին, նախագծել քաղաքների ապագան,
դաշտային աշխատանքներ եւ ուրբան քայլարշավներ են իրականացվելու այս Ստեփանավանում իրականացնելով դիտարկումներ, քննարկումներ, քարտեզագրումներ եւ որոշակի սոցիալ-մշակութային ծրագրեր։ Բավական հագեցած հետաքրքիր կարծում եմ օրակարգ ենք ունենալու մեկ շաբաթվա համար, որում իսկապես դժվար է տեղավորել այսքան գաղափար, բայց մենք հաշվի առնելով փորձը, նաեւ մեր արտասահմանյան գործընկերների կարծում եմ շատ բալանսավորված հետաքրքիր 7 օր կունենանք։ Ինչ սովորենք 3 հիմնական բաժնով կարող ենք խոստանալ, դա կլինի կոնցեպտուալ բաժինը, սովորել հասկանալ տեսականորեն ինչ է քաղաքը, քննադատորեն մոտենալ քաղաքային ժառանգության, անհավասարության ներառականության հարցերին, տնտեսության, այսպես տնտեսական շղթայի եւ գենդերային զգայունությամբ կամ պլանավորման մոդելներին ծանոթանալ քաղաքների հարցերով զբաղվելիս։ Մեթոդական կարողություններ ենք փոխանցելու, որակական մասնակցային, բանավոր պատմություններ, էթնոգրաֆիական մոտեցում, վիզուալ, ստեղծագործական փաստագրություն, լուսանկարներ, այսպես կոչված storytelling-ներ, տեսագրությունների ձևավորում, եւ ինչու՞ չէ հենց ռեֆլեքսիվ հետազոտական պրակտիկա, եւ երրորդ բաժինը հիմնական մեր գաղափարն է սովորեցնել մտածել քննադատորեն մտածել նաև ապագայի մասին, մշակելով ապագայի սցենարներ եւ ստեղծագործական որոշակի բաղադրիչ ունենալ այս հարցում։ Ինչի կհասնենք ծրագրի ավարտին, կկարողանան մասնակիցները վերլուծել եւ քննադատել ծանոթանալով հետարդյունաբերական քաղաքային փոփոխություններին, կիրառել կոնկրետ մեթոդներ, որոնք տարածված են արդիական այսօր քաղաքային ուսումնասիրություններում, նախագծել, մշակել ապագային միտված գաղափարներ եւ արտադրել հետազոտական բացահայտումներից անցում կատարել դրանք փոխադրել, ինչպես փոխադրել քարտեզներին, տարբեր կարճ վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։ Ամառային դպրոցից հետո կմտածեք այդ 7 օրը բավական հագեցած է այսքանն անելու համար, 7 օրը ֆունդամենտը դնելու համար է։ Մենք ամբողջ օգոստոսը տրամադրելու ենք մարդկանց մեր մասնակիցներին, որպեսզի իրենց պրոյեկտները անեն իրենց ընտրված քաղաքներում։ Այսինքն այդ արտադրանքը, որի համար մենք նախատեսած ունենք նաև վերջում մրցանակներ, լավագույն արդյունքների համար, այսպես ասած, դրա մասին կխոսենք ընտրված մասնակիցների հետ, դրանք լինելու են գնահատված սեպտեմբերին ներկայացված, այսինքն ամառային 7 օրը հետագայում ավելի մեծ, այսպես ասած, գործողության պլանի է վերածվելու, որը շատ հետաքրքիր կդարձնի մեր ամառը եւ կարծում եմ բավական հետաքրքիր պրոդուկտներ կստանանք ամառային դպրոցի արդյունքում եւ դրանից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում։ Կայունության զարգացման խնդրակարգը շատ կենտրոնական է եւ շատ լայն է, շատ բազմազան են թեմատիկաները, որոնք կան, եթե փորձել եք կամ ովքեր կփորձեն, կտեսնեք, ընդ մենք ունենք առաջարկներ, թե որ թեման է առավել ձեզ հետաքրքիր, դա եւս մենք կփորձենք հաշվի առնել։ Մենք սոցիալ տարածական արդարության, մշակութային ժառանգության, կանանց ներգրավվածության, կայուն տնտեսության, տնտեսական դիվերսիֆիկացիայի, շրջակա միջավայրի պահպանության տարբեր թեմաներ կան եւ շատ մենք հիմա հավաքում ենք բարբերաբար ստատիստիկան ենք նայում, բավական թվով դիմորդներ ունենք, ստատիստիկան ենք նայում եւ տեսնում ենք թե ինչպես է փոխվում եւ այնպես բալանսավորված տարբեր թեմաներ կան, որոնք որ այս կամ այն չափով հետաքրքրում են։ Մենք սպասում ենք ձեր առաջարկներին, ձեր առաջարկներն ու թեմատիկ, այսպես ասած, դիտարկումները ուղղակիորեն հաշվի կառնվեն ամառային դպրոցի հենց բուն պլանը գծելուց։ Այսպիսով դիմումների ժամկետն է շատ կարևոր, 10 օր, մի քիչ ավել, 11 օր, քիչ չի, բարդ չի առաջին փուլի դիմումը, այն իմաստով, որ շատ պարզ on-line application է, լինքը կիսված է շատ տարբեր ձևերով, նաև այս հայտարարությանը կից կա, դուք ուղղակի լրացնում եք առցանց դիմումը եւ կցում եք ձեր CV-ն։ Ամբողջ գործընթացը շատ ժամանակ ձեզանից չի խլի, եթե իսկապես դուք համապատասխանում եք սահմանված կրիտերիաներին եւ իսկապես հետաքրքրված եք ամառային դպրոցով, իհարկե միշտ պետք է մտածել, մտածված հայտ ներկայացնել, բայց դա այդքան բարդ ճանապարհ չէ, մոտիվացիան, CV-ն եւ հայտադիմումի
այդպես ֆորմալ պահանջները պետք է լրացնել մինչև փետրվարի 15-ը։ Ինչ է սպասվում դրանից հետո, մենք մարտին արդեն մարտի սկզբին կունենանք փետրվարի վերջ երկար ցուցակը, long list-ը մասնակիցների, այսինքն զուտ կֆիլտրվեն այն հայտերը, որոնք իսկապես համապատասխանում են կրիտերիաներին, օրինակի համար, եթե ուսանող չեն կամ համայնքային, այս քաղաքային հարցերում ներգրավված երիտասարդներ առաջնորդներ չեն։ Մի խոսքով, ֆորմալ կրիտերիաներին չհամապատասխանող եւ կիսատ հայտերը դուրս կթողնվեն, մենք կստանանք մեծ երկար ցուցակը, long list-ը, եւ կլինի երկրորդ փուլի շատ հետաքրքիր կարծում եմ առաջադրանքը, որը հիմք կհանդիսանա մեր վերջնական ընտրության։ Հիմնական առաջադրանքը դա տեսանյութային առաջարկն է, այսպես կոչված, երկար ցուցակում ընդգրկված թեկնածուներին մենք հրավիրելու ենք ստեղծագործական մոտեցում դրսևորել, պատրաստելով 2-ից 3 րոպեանոց տեսանյութ։ Պետք է ներկայացվեն իրենց ընտրած թեման, կապված տեղական քաղաքային մարտահրավերների, արդյունաբերական վերափոխումների կամ համայնքային զարգացման հետ։ Սիրողական, ոչ պրոֆեսիոնալ, բայց գաղափար, մոտիվացիա եւ միտք փոխանցող տեսանյութեր, որոնք մեզ կօգնեն իրապես հասկանալ թեմատիկ ուղղությունները, հետաքրքրություններն ու իսկապես քաղաքային հարցերի հանդեպ դիրքավորումները, որը հիմք կհանդիսանա բավական բարդ գործընթացի, որը դրված կլինի մեր առջև, ընտրությունը, քանի որ բոլոր հայտերը անգլերեն են, ընտրությունը արվելու է ոչ միայն տեղական թիմի, մեր եւ Անահիտի Գայանեի կողմից, այլ նաեւ ավստրիացի գործընկերներն են ուղղակիորեն գնահատելու։ Գնահատման արդյունքում հայտերը կընտրվեն 15+5, այսինքն տեղական 15 եւ +5 արտասահմանյան մասնակիցները եւ արդեն հունիսին նախապատրաստական փուլում մենք կկիսվենք օրակարգերով, դետալներով, ամեն ինչով, սկզբունքորեն ընտրված մասնակիցները ավել բան չունեն մտածելու, պետք է 7 օր ազատ լինեն եւ պատրաստ ապրելու Ստեփանավանում, բավական հարմար հյուրատուն, արդեն մենք ընտրված մասնակիցներին կկիսվենք ինֆորմացիան, բայց բավական լավ պայմաններ փորձելու ենք ապահովել թե սննդի, թե կաթության եւ ինչը որ կարեւոր է համեռային դպրոցի բովանդակային որակի առումով բոլոր մասնակիցների համար։ Սա է հիմնական ինֆորմացիան, որը շատ կարճ փորձեցի փոխանցել, կրկին ասելով, որ սիրով սպասում ենք, մենք շատ տրամադրված ենք, ովքեր մեզ ճանաչում են, կարծում եմ գիտեն, որ մենք միշտ փորձում ենք նաեւ ապահովել շատ մոտիվացված, գիտական եւ մշակութային, սոցիալ-մշակութային առումով բալանսավորված, այսպես ասած, պրակտիկաներ, սպասում ենք սիրով բոլորիդ, դիմեք, հայտը բաց է մինչև փետրվարի 15-ը։ Շնորհակալություն, Հարություն, եթե մասնակիցների մոտ կան հարցեր, մենք ունենք 10 րոպե մինչև այս հանդիպումը կավարտվի, եթե ունեք հարցեր, մենք իրոք կպատասխանենք, եթե ոչ, այդ ձայնագրությունը կտեղադրենք սոցիալական մեդիաներում եւ կարող եք մեկնաբանություններում թողնել ձեր հարցերը, եթե այդ պրեզենտացիայից հետո ամեն դեպքում ձեզ մոտ մնացին ինչ-որ հարցեր, խնդրեմ։ Չկան հարցեր։ Ես ունեմ հարց։ Իսկ երկրորդ փոլը երբ է լինելու, տենց ժամանակահատված կա։ Հա, նշված էր անմիջապես հետո մարտին կտարածենք, դեդլայնը կտանք եւ ապրիլին ընտրությունը կանենք։ Ժամանակ ունենալու եք, փետրվարի վերջ կծանուցվեք, մարտին կունենաք ժամանակ պատրաստելու այդ տեսանյութերը, որը սկզբունքորեն մեծ գաղափարով այն ինչը հիմա լրացնում եք հիմնական հայտում, այնտեղ կա հարց, որքանով եւ ինչ տեսանկյունից եք մոտենում հետաքրքրված քաղաքային ուսումնասիրություններում, եւ երկրորդը, որքանով եք դուք հետաքրքրված, մոտիվացված մասնակցելու լինելու մասը նման դպրոցի, սրանց վիզուալացումն է տեսանյութի միջոցով։ Ինքը նոր եւ հատուկ բարդ առաջադրանք չէ։ Շնորհակալ եմ։ Համեցեք։
Եթե չկան այլ հարցեր, մենք այսքանով կավարտենք եւ հուսանք անպայման կդիմեք այդ շատ հետաքրքիր հնարավորությանը եւ մենք միասին կաշխատենք Ամռանը Ստեփանավանում, սիրով ձեզ կսպասենք։ Շնորհակալություն կազմակերպման համար, Գայանե ջան, Անահիտ ջան։ Սիրով սպասենք դիմումներին